Արարատ լեռը ամեն օր ձեր մեր բոլորի աչքի առաջ է։ Մի բան հիշեցի, բարեկամ ունեին, որ 46 թվին Պարսկաստանից գաղթել էին Հայաստան եւ պատմում էր հետո, որ դե հիշում եք 46 թիվ բոլշևիկյան իշխանություն, դաշտում որ աշխատում էին, հետո գալիս էր ընդմիջման ժամը, ասում որ նստում էինք, որ հաց ուտենք, եթե նստում էինք այնպես, որ դեմը մասիսներ, բրիգադիրը գալիս ասում էր, այդպես մի նստեք, պտտվեք մեջքով նստեք, որ նայեք անընդհատ հաց ուտելուց մասիսին, ձեր մեջ ազգային բաներ կառաջանան եւ այլն եւ այլն։ Հիմա նույն բանը անում է այս տղան։ Ոնց որ նկատի ունեցեք, սրանց ներկայությունը մեզ ինչից է զրկում։ Տեսեք, ով է պաշտպանում սրան։ Ալիև ամեն ինչ անում է, որ սա մնա իշխանության, որովհետև գիտի երբ ուզենա կուլ կտա, Արևմտյան Ադրբեջան, 300 ադրբեջանցին նաև այս ամբողջ Արարատյան դաշտում մեր սահմաններում, պաշտպանում է Թուրքիայի արտգործնախարար, ասում է շատ ճիշտ քաղաքականություն է, մենք աջակցում ենք այդ քաղաքականությունը, Ֆիդանը։ Բայց ոչ մեկը Ֆիդանին հարց չի տալի, ասի դուք ուզեիր, որ Թուրքիայի նախագահը ելներ Սուտասան, վախկոտ, սարսափելի շատ փող սիրող մարդ։ Բայց մեր հակառակորդներին պետք է, որ Հայաստանում նման մարդիկ իշխանություն լինեն, որ Հայաստանի հետ ինչ ուզենան անեն։ Ժողովուրդ ջան, ամենավտանգավոր բանը, դուք գիտեք, որ պետական ամբողջ իշխանությունը, ուժային կառույցները, բոլոր գերատեսչությունները դարել են կալպակի տակ մի մարդու շարժվող եւ ենթարկվում են մի մարդու եւ մարդկանց մեզ սերմանում են վախ։ Ով մի բան անում, հետևից գնում են, այսօր ունենք տասնյակ ու տասնյակ քաղբանտարկյալներ, մեկը մի բան է խոսում, հետևից գնում են, սկսում են զգուշացնել։ Այդ վախը պետք է մեր միջից հանենք։ Եթե մենք ուզում ենք այս հողի վրա մեր երկրում տիրոջ պես ապրենք, մեր երեխեքը այստեղ մեծանան, ապագա ունենան, պետք է այդ վախը հանենք։ 10 հոգու կարող են ճնշել, 100 հոգու կարող են ճնշել, բայց 1000, 10000 հոգու չեն կարող ճնշել։ Մոռացեք, ամեն մեկ իր համար է պատասխանատու։